Այսօր մենք ուրախությամբ ընդունում ենք Հայաստանի Հանրապետության նախագահին Հունաստանի խորհրդարանում։ Հունաստանն ու Հայաստանը կապված են պատմական, մշակութային դարավոր կապերով։ Մենք վերահաստատում ենք մեր աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը։ Այստեղ է գտնվում Հունաստանի խորհրդարանի բարեկամական խմբի նախագահը։ Լավ առիթ կլինի քննարկելու ռազմավարական մի շարք հարցեր։ Ցանկանում եմ ընդգծել, որ բոլոր արդար պահանջները, որոնք ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը, կարժանանա Հունաստանի կողմից սատարման։ Ուզում եմ ընդգծել նաև հայ համայնքի դերը, որը կարևոր նշանակություն ունի։ Մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ևս մեկ անգամ ողջունում եմ ձեզ։ Մեծարգո պարոն նախագահ, հարգելի պատգամավորներ, մասնակիցներ, նախ եւ առաջ ուրախ եմ գտնվելու ձեր հայաստան շեյխում, ժողովրդավարության եւ արևմտյան քաղաքականության բնորանում Հայաստանի եւ Հունաստանի հարաբերությունները պատմականորեն կարևորագույն նշանակություն ունեցել մեր երկրի համար, մեր երկրի ժողովրդի համար եւ անկախությունից հետո այդ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում եւ իրենց առանձնահատկությունն է ստացել հատկապես այս ժամանակաշրջանում եւ Հայաստանը փորձում է տարածաշրջանում հաստատել խաղաղություն եւ ակտիվորեն մասնակցել ոչ միայն տարածաշրջանային խնդիրներին, այլ ընդհանրապես աշխարհում տեղ ունեցող իրադարձությունների, տարբեր միջոցառումների քաղաքական լուծումների։ Արիթ ծովտվելով ուզում շնորհակալություն հայտնել Հունաստանի իշխանությանը, այդ թվում նաև խորհրդարանին, այն աջակցության համար, որ ցուցաբերում են Հայաստանի Հանրապետության նկատմամբ, կապված այն դժվարին ժամանակաշրջանի հետ, որ մենք անցնում ենք, եւ իհարկե կապված Հայաստանի Հանրապետության այն ձգտումների, որոնք դեպի Եվրոմիություն։ Վստահ եմ, որ մեր քննարկումների ժամանակ մենք անդրադառնանք մեզ հետաքրքրող հարցերին, տարբեր բնագավառներին, քաղաքական, մշակութային, այդ թվում նաև խորհրդարանական համագործակցություն, որը էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, եղանակի, որ մենք նույնպես խորհրդարանական երկիր ենք եւ պատահական չի, որ մեր պատվիրակության կազմում է գտնում հայ-հունական բարեկամական խմբի ղեկավար Պարոն Գոնդուրյանը եւ մենք անցյալ տարի տեղի ունեցել նաև պաշտոնական այց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի ղեկավարությամբ եւ իրականում չունենք խնդիրներ, որոնք քննարկման չեն։ Մենք որևէ բարդություններ չունենք քննարկելու ամենաբարդ խնդիրները եւ մեկ անգամ եւս անդրադառնալով ձեր շեշտադրմանը իսկապես մենք կողմնակից ենք, որ ընդհանրապես երկրների միջև հարաբերությունները լուծվել միջազգային ընդունված կանոնների սկզբունքներով բանակցությունների սրանշում։ Մեկ անգամ էլ շնորհակալություն եմ հայտնում ջերմությունների համար։ Կարելի ասել խորհրդանիշ է քաղաքի։ Եվ այստեղ է ստորագրվում Կոստանդինոս Կարամանեսի կողմից սահմանադրությունը 1975 թվականի հունիսին է։ Հունաստանի սահմանադրությունը առաջինն էր, որ որդեգրեց այս հոդվածը բնապահպանության կարևորության վերաբերյալ, դրանից հետո որդեգրվեց 1972 թվականի Ստոկհոլմի հռչակագիրը եւ հետագայում զարգացավ, բայց առաջիններից մեկը ընդունեցին այս կարևորությունը։ In het sistema, քանի որ խոսեցինք, որ շենքը կառուցվել է թագավորականոսի ժամանակաշրջանում, սա նրա թագն է եւ նրա ձեռնափայտը։ Տերեն մեր սահմանադրությունից այստեղ ուրեմն մեր նկարները արվել են այն մարդկանց կողմից, ովքեր ունեն ինչ-որ դիմացին արատներ, նրանք էլ են ազատ, նրանք էլ ունեն նրանց որը դարձել մարդու
իրավունքների պաշտպանությունը, նրա պատվի պաշտպանությունը եւ այստեղ տեսնում եք այդ ժամանակաշրջանի ինտերնետային բազեր, որպեսզի նրանց սովորեցնենք այդ մոտ բերել